Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք խոսել Վեներայի կողմից կառավարվող նշաններից, այսօր կխոսենք կշերքների մասին։ Կշերքներ են համարվում նրանք, ովքեր ծնվել են սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը, էներգետիկ թալիսմանն է սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 3-ի ծնված մարդկանց մարջան, հոկտեմբերի 4-ից 13-ը փիրուս, հոկտեմբերի 14-ից 22-ը տոպազ, ծաղիկները շուշան, սպիտակ վարդ, մանուշակ, կառավարում է Վեներան, տարերը օդ, Վեներան մարդու օրգանիզմում պատասխանատու է միզապարկի, երիկամների, ազդրերի համար։ Եթե Վեներան ձեր քարտեզում ունի վատ դիրք, ապա կարող եք ունենալ նյութափոխանակության խանգարումներ։ Կշերքները հիանալի բանակցողներ են։ Նրանք կարողանում են հարթել կոնֆլիկտները եւ գտնել լուծումները։ Վեներայի դրական ազդեցության շնորհիվ նրանք օժտված են նուրբ ճաշակով, սիրում են արվեստը, նրբագեղությունը եւ այն ամենը, ինչը հաճելի է աչքին։ Այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում մենությունը։ Հաղորդակցությունը եւ գործընկերությունը նրանց համար առաջնային են, սակայն կշերքների նժարի պես տատանվում են որոշում կայացնելիս։ Խաղաղությունը պահպանելու համար երբեմն կարող են թաքցնել իրենց իրական զգացմունքները կամ դժվարությամբ ասել ոչ։ Սիրո մեջ ռոմանտիկ են, փնտրում են հոգևոր ներդաշնակություն։ Ունենալով քաղցր լեզու, նրանք կարող են մեծ հաջողության հասնել դիվանագիտության եւ հասարակական գործունեության մեջ։ Կշերքները սովորաբար չեն սիրում ծանր ֆիզիկական աշխատանքը։ Հասարակության մեջ բարձրունքների եւ նյութական հաջողության նրանք հաճախ հասնում են այլոց, ամուսնու, կնոջ կամ գործընկերների շնորհիվ։ Սակայն նրանք կարող են լինել փայլուն գիտնականներ, հոգեբաններ, սոցիոլոգներ կամ փաստաբաններ։ Նրանց հոգեհարազատ է նաև պոեզիան, արվեստը, մանկավարժությունը։ Կշերքների հետ խոսելիս եղեք զգույշ, փափուկ, մի բարձրացրեք ձեր ձայնը նրանց վրա, նրանք շուտ են վիրավորվում։ Եթե դուք նրանց օգնում եք, նրանք դա երբեք չեն մոռանում։ Հարգելի բարեկամներ, եթե դուք կշերք եք, բայց ունեք սուր լեզու, չեք սիրում շփվել կամ սովորել, ապա հիշեք, աստղաբանությունը միայն մեկ նշանից եւ մեկ մոլորակից չի բաղկացած։ Դուք կարող եք արևով լինել կշերք, սակայն ձեր Մերկուրին լինի խոյում կամ ասցենդենտով լինեք կարիճ։ Եվ թե ով եք դուք, որպես անհատ, կարող եք իմանալ միայն ձեր անձնական քարտեզի միջոցով։ Ես ձեզ պատմում եմ կշերքի ընդհանուր բնութագիրը։ Իսկ հիմա պատասխանեմ եւս մեկ հարցի. ինչու է այս նշանին բաժին հասել կշերքի նժարները։ Եթե հիշում եք, ես ձեզ պատմել եմ, որ ըստ առասպելի հին ժամանակներում աստվածները եւ մարդիկ ապրել են միմյանց հետ, սակայն մարդկանց մեղքերի չարության պատճառով աստվածները մեկը մյուսի հետևից լքել են երկիրը։ Գնացել երկինք, վերջինը գնաց աստերը աստվածուհին։ Հիշեցնեմ, հնում մարդիկ աստվածներ են համարել մոլորակներին եւ աստղերին։ Աստերայի ձեռքում կար կշերքի նժար, որով նա չափում էր մարդկանց կատարած գործերը, բարին ու չարը։ Երբ չարությունն այնքան շատացավ, որ աստերան եւս ստիպված եղավ լքել երկիրը, նրա ձեռքի կշերքը բարձրացավ երկինք եւ դարձավ համաստեղություն։ Երկնակամարում կշերքի համաստեղությունը գտնվում է կույսի հարևանությամբ, քանի որ կույսը հենց աստերան է, իսկ նրա ձեռքում գտնվող կշերքի նժարը հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր արարք ունի իր կշիռը։ Այսքանը, հաջորդիվ կխոսենք Մարս մոլորակի եւ իր կողմից կառավարվող Խոյ նշանի մասին։ Իսկ խոստացված նվերի ամփոփումը շատ մոտ է, ուստի բաժանորդագրվեք։